Չեմ ուզում ժամանակ շատ ծախսեմ նախաբանի վրա, անմիջապես ուզում եմ անցնել պատգամին, հուսամ, որ լուրջ բան եմ պատրաստում փոխանցել ձեզ, որքանով կստացվի կդատեք դուք, բայց սկզբից ուզում եմ երկրորդ Պետրոսի առաջի գլխի 11 համարը ընթերցել, հետո մենք այս հատվածում կլինենք։ Եվ ես ձեզ ասեմ, մենք 5 շաբթի օրերը սերտողություն ենք անցկացնում եւ այդ արդեն 1, 2, 3 տարի է մեր սերտողությունները սերտողություններից հետո կիրակնորյա քարոզները հիմնականում այնտեղից են բխում։ Գիտեք, ինչ հրաշալի է, երբ որ աղբյուրը բխում է եւ այդ աղբյուրը Աստծո խոսքն է։ Մենք 5 շաբթի օրը հրաշալի առիթ ենք ունենում սերտողության, բայց հաշվի առնելով մեր քաղաքի իրավիճակը, տրանսպորտի իրավիճակը, հեռվից եկողների խնդիրը, շատերը չեն որ կարողանում են։ Եվ լավագույն բաներ մնում է տեղում, եւ ես ուզում եմ, որ այդ լավագույն բաներն ամբողջացրած ձեզ ներկայացնեմ։ Ուրեմն ընթերցեմ այս հատվածը։ Սիմոն Պետրոսը, ծառա եւ առաքյալ Հիսուս Քրիստոսի, նրանց, որոնց մեր Աստծո եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի արդարությամբ վիճակվեց նույն հավատն ընդունել, շնոր ձեզ եւ ձեզ, թող խաղաղությունը շատանա Աստծո եւ մեր Տեր Հիսուսի մասին գիտությամբ։ Նրա աստվածային զորությամբ մեզ շնորվեց կյանքին եւ աստվածպաշտությանը վերաբերվող ամեն ինչ ճանաչելով նրան, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինությամբ, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներն են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինենք, աշխարհիկ ցանկություններից, ցանկության ապականությունից խուսափելով եւ այս բանի համար ամեն ջանք թափելով ձեր հավատը հարստացրեք առաքինությամբ, առաքինությունը գիտությամբ, գիտությունը ժուժկալությամբ, ժուժկալությունը համբերությամբ, համբերությունը աստվածպաշտությամբ, աստվածպաշտությունը եղբայրասիրությամբ եւ եղբայրասիրությունը սիրով, որովհետեւ սրանք ձեր մեջ ունենալով եւ առատացնելով դատարկ ու անպտուղ չեք լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտության մեջ, բայց նա ով այս բաներն իր մեջ չունի, կույր է կամ կարճաթես, մոռացած լինելով իր նախկին մեղքերից մաքրված լինելու մասին։ Դրա համար եղբայրներ, ջանացեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատուն դարձնեք, որովհետեւ դրանք անելով երբեք հանցանք չեք գործի։ Քանի որ այսպես առատությամբ ձեզ մուտք պիտի շնորհվի դեպի մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։ Եվ թող ժողովուրդն ասի ամեն։ Սա մեր համաձայնությունն է Աստծո խոսքի հետ։ Ամեն։ Իմ սիրելի քույրեր եղբայրներ, հայտնի է մեզ բոլորիս, որ կյանքը արկած է լիքը փորձություններով։ Հասկանում եք, թե մենակ իմ կյանքն է այդպիսին։ Կյանքն արկած է լեցուն փորձություններով։ Մենք ամենօրյա ռեժիմով, միգուցե ամեն ժամյա, ամեն վայրկյանյա ռեժիմով փորձությունների ենք հանդիպում։ Գոնե գայթակղությունների կամ գայթակղության հնարավորության ու հազարավոր նման բաներով։ Կյանքն այդպիսին է։ Աշխարհը դեռ ինչպես Հովանեսն է բնութագրում, Հովանես առաքյալը ասում է աշխարհը գտնվում է չարի մեջ։ Եվ այդ չարն աշխարհից կվերանա այն ժամանակ, երբ որ Տերը կգա եւ այդ չարին կսանձահարի, շղթաներով կկապի ու կգցի կրակի լիճը, որտեղ նա կլինի հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Մենք ամեն օր հանդիպում ենք վախեցնող իրավիճակների, անհաղթահարելի խոչընդոտների։ Մենք կամ պատրաստ ենք դիմակայելու, կամ պատրաստ չենք։ Բայց լավ լուրն այն է, որ Աստված մեզ տվել է այն ամենը, որ ապրենք առաքինի եւ աստվածապաշտ կյանքով եւ լինենք վստահ Աստծո խոստմունքների վրա։ Ամեն։
Ես չեմ վերադառնալու ընթերցված հատվածին, բայց ամեն ինչ բխում է այնտեղից։ Երրորդ խոսքը, ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ ամենը, որ կյանքի եւ աստվածպաշտության համար պետք է, ճանաչելու նրան, որից կախված է մեր կյանքի որակը։ Մեր կյանքի, հոգևոր կյանքի որակը կախված է նրանից, թե մենք որքան ենք ճանաչում այն Աստծուն, որ մեզ կանչեց։ Եվ շատերը ձախողումներ եւ նավակոծություններ են ունենում հավատքի կյանքում Աստծուն չճանաչելու պատճառով։ Ոմանք Աստծուն ներկայացնում են որպես ամենաթողության Աստված, ինչ ուզում ես արա։ Ոմանք Աստծուն ներկայացնում են որպես դահիճ։ Աստված ոչ մեկն է, ոչ էլ մյուսը։ Աստված օրենք եւ արդարություն, իրավունք հաստատող Աստված է։ Ամեն ինչի համար գծել է օրենքներ, սահմանումներ եւ մեզ տվել է ազատություն ընտրելու կամ այս շրջանակներից դուրս ապրել։ Ինքնահաճո, ինքնահավան, քմահաճ, մեծամիտ կյանքով։ Ես իմ ընտրությունն արել եմ, հուսամ դու էլ։ Ամեն։ Դու արել ես քո ընտրությունը։ Այո, մենք ապրում ենք եւ որոշել ենք ապրել Աստծո օրենքներին համապատասխան, Աստծո խոսքին համապատասխան։ Եվ ոչ մի քայլ աջ եւ ոչ մի քայլ ձախ։ Աստված տվել է ամենը, որ մենք ունենանք այդ կյանքը։ Աստված ոչ միայն խոստացել է, այլև արդեն տվել է, իսկ թե ինչ է տվել, խոսենք դրա մասին, որովհետև դրանցից է կախված մեր կյանքի, հոգևոր կյանքի որակը։ Մենք պիտի իմանանք ինչ է տվել Աստված մեզ, ինչի հանդեպ հավակնություններ ունենանք եւ ինչի հանդեպ հավակնություններ չունենանք։ Աստված ամեն բան կյանքի ու Աստված պաշտության համար տվել է, բայց Աստված ոչինչ չի տվել մեղքի ու սանձարձակության համար։ Ամեն։ Եվ փառք Աստծո սրա համար։ Իմ Աստվածը սուրբ Աստված է։ Շատ քրիստոնյաներ այստեղ այնտեղ փնտրում են այն, ինչ Աստված վաղուց արդեն տվել է, եւ մեզ շատերիս պակասում է ճանաչողություն եւ գիտությունը։ Այս հատվածը սկսվում է խոստումներով եւ ավարտվում է օրհնություններով, իսկ արանքում թվարկում է, թե մենք ինչ պետք է անենք, որ ստանանք այդ օրհնությունները։ Գիտեք, ուրիշ բան է, որ Աստված մեզ խոստացել է, ուրիշ բան է, երբ որ այն մենք վերցնում ենք Աստծուց։ Ոնց վերցնենք, Ռուբիկ եղբայր։ Ամեն ինչ ասված է եւ ես նոր բան չեմ կարող ավելացնել եւ դրա համար ավելի շուտ ես կանցնեմ Աստծո խոսքից ներկայացնելու։ Եվ այդ ամենն ունենալու համար անհրաժեշտ է ավելացնել մեր հավատքի վրա 8 որակներ, որոնք մեր հավատքը դարձնում են գործող, արդյունավետ, պտղաբեր, եւ դա անելու համար մենք ջանք պիտի անենք, ոչ թե որ փրկվենք, որովհետեւ փրկությունը ջանքով չէ, ջանքով ոչ ոք չի կարող փրկություն վաստակել, այլ որ մեր կյանքի որակը բարձրացնենք, չսայթակենք ամեն օր մեր ճանապարհին, դրա համար ջանք պիտի անենք։ Պողոսը իր թղթերում համեմատում է հոգևոր կյանքը սպորտային միջոցառումների հետ։ Միջոցառման ժամանակ ոմանք կամք, վճռականություն, համբերատարություն, տոկունություն են դրսևորում, ոմանք ոչ, ոմանք պատրաստ են մինչև վերջ պայքարելու, համբերելու, մինչև ստանան, ոմանք ոչ։ Մեր կյանքն էլ է այսպես։ Մեր կյանքն է այսպես։ Եվ անկախ նրանից, որ եկեղեցու, որ շարքի, որ աթոռին կնստես, դա բոլորովին նշանակություն չունի։ Դու ոնց ես վերաբերվում, ինչ վճռականություն ունես։ Շատերին թվում է, թե երբ որ եկան հավատքի, դա գալիս է նաև նրանից, որ իրենց վկայողները, արի մեր եկեղեցի քո բոլոր խնդիրները կլուծվի, դու խնդրեմ չես ունենա։ Ես ասում եմ, եկեք մեր եկեղեցի եւ կիմանաք, թե ինչքան խնդրեմ ունեք։ Գիտեք, մեծ դժբախտություն է, երբ որ մարդը խնդիրների մեջ է եւ չի հասկանում, որ դա խնդիրներ են։ Մեծ ողբերգություն է, երբ որ մարդը հիվանդություն ունի եւ չգիտի, որ այդ հիվանդությունն իր մեջ կա։ Դրա համար բժիշկները խորհուրդ են տալիս,
Որքան շուտ իմանաս քո հիվանդության մասին, այնքան բժշկությունն ավելի հեշտ ու հանգիստ կլինի։ Որքան շուտ քրիստոնյաները հասկանան իրենց հոգևոր ընթացքի մասին, իրենց խանգարող բաների մասին, իրենց օգնող բաների մասին, իրենց արգելակող բաների մասին եւ հաջողություն տվող բաների մասին, այնքան շուտ իրենց կյանքի որակը կամ հոգևոր հասունությունը կբարձրանա։ Համաձայն եք։ Ամեն, ամեն, ամեն։ Եկեղեցին դպրոց է, մենք պիտի սովորենք։ Ես ձեզ հետ սովորում եմ, ոչ թե ես ձեզ սովորեցնում եմ։ Այն ինչի մասին, որ ես քարոզում եմ, չմտածեք, որ իմ կյանքում վարած ցանած արդեն։ Եվ ուզում եմ իմանաք, որ ամեն հերթական պատգամ առաջակալիս իմ հերթական փորձությունից, իմ հերթական դժվարությունից, ինձ հանդիպած հերթական վախեցնող իրավիճակից։ Սա էլ բացառություն չէ։ Ինչ է եղել։ Չեմ ասի։ Առանձնապես ոչ մի բան, սովորական բան, որ պատահում է մարդուն ամեն օր։ Ամեն։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Այո, Պողոսը 9 որակների մասին է խոսում, ես բնական է, շատ միամիտ կլինեմ, որ փորձեմ 9-ի մասին էլ խոսել, բայց ես այսօր ուզում եմ կանգ առնել այդ 9 որակներից մեկի մասին։ Հերթով բոլորի մասին ես խոսել եմ, ելի կխոսեմ, բայց այսօր ես ուզում եմ, որ միասին կանգ առնենք մի շատ կարևոր որակի վրա, որի մասին մենք շատ մեծ պատկերացում կամ չգիտենք այդ բառը ընդհանրապես ինչ է նշանակում։ Ես հավատում եմ, որ արևմտահայերը ավելի լավ են հասկանում համբերություն բառի նշանակությունը, քան արևելահայերը մենք։ Ինչու՞, որովհետև նրանք համբերություն ասելով գիտեն ինչ է նշանակում։ Անցնել դժվարությունների միջով, մեր համար համբերություն ասելով մենք ավելի շատ պատկերացնում ենք, սպասենք, թե երբ է գալիս հաջողությունը։ Մեր մոտ ավելի շատ սպասումն է, սպասել։ Բայց համբերությունը բոլորովին սպասումի մասին չի, նաև սպասումի մասին է, բայց ոչ ամբողջությամբ։ Որ ասում են, մենք որ ասում են Քրիստոս համբերեց խաչի վրա, ինչ ենք հասկանում։ Շատ բան չենք հասկանում։ Կարծում եմ, այստեղ արևմտահայերեն խոսացողներ կան, մենք որ ասում են Քրիստոս խաչի վրա համբերեց, գիտենք ինչ է նշանակում։ Չարչարանքներին համբերեց։ Այդ ամեն անարգանքին համբերեց, ամոթին դիմացավ։ Չգայթակղվեց, որ 12 գունդ հրեշտակներ ուզի։ Հասկանում եք, համբերել։ Խոսենք այս մասին։ Պետրոսը մեզ հորդորում է, որ այս խոստումների վրա ավելացնենք, ջանք անենք, որ հավատքի վրա ավելացնենք այս, նաև համբերություն։ Եվ մենք շատ լուրջ պիտի վերաբերվենք այս բաներին։ Այս հատվածը, նորից ասեմ, սկսվում է խոստումներով եւ ավարտվում է օրհնություններով։ Որտեղ կա օրհնություն, նրանից առաջ կա խոստում, որտեղ կա խոստում, դրանից առաջ կա հավատքով այդ խոստումն ընդունել կամ չընդունել կամ մերժել, որտեղ կա օրհնություն, որտեղ կա խոստում, դրանից առաջ կա պատասխանատվություն։ Եթե, ապա, եթե դու այսպես անես, ապա այսպես կլինի։ Այնպես չի, ինչ ուզում ես արա, արի, քո բաժին օրհնությունը վերցրա ու գնա։ Այդպիսի բան չկա։ Ամեն։ Պետրոսն ասում է ջանացեք, սկսում է ջանքից, ամեն ջանք գործադրեք, ոչ թե սովորական ջանք, այլ ամեն ջանք։ Ինչ է ջանքը։ Մենք կարդում ենք Աստվածաշունչը, եւ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է եւ հանդիմանում, եւ ամաչում ենք երբեմն լացում, կամ էլ եթե այդ զգացումները դու չես ունենում ընթերցանության ժամանակ, կանգ առ մի կարդա։ Եթե կարդում ես ոչինչ, ոչ քեզ լացացնում է, ոչ քեզ ուրախացնում է, ոչ քեզ տխրացնում է, ոչ քեզ բարձրացնում է, ոչ քեզ իջացնում է, մի կարդա այդ Աստվածաշունչը։ Ես հատկապես, քանի որ իմ հիմնական ժամանակը ես անցկացնում եմ առավոտյան ժամը, ինչ ասեմ, 5-ից 6-ից
Երբ որ Աստված խոսում է ինչ որ բան ան, ես որ ի վիճակի չեմ կարդալու, ելնում եմ կանգնում եմ, դուրս նայում եմ կամ մեքենաներ են գնում կամ ծիտիկներ են ծնվելու։ Սուրբ Գիրքը խոսում է մեզ հետ։ Եթե քեզ հետ չի խոսում, ուրեմն դու չես ուզում լսես։ Որովհետև ինչպես ինձանից առաջ ասում էր, որ երբեմն մենք ուզում ենք լսել, երբեմն չենք ուզում լսել։ Անցած կիրակի էլ Անդրանիկ եղբայրն էր այդ մասին ասում, Աստված խոսում է, բայց մենք ո՞նց ենք ուզում Աստծո ասածը հասկանալ։ Այնպես ինչպես գրված է, որովհետև գրված է որևէ հատուկ մեկնություն չունի, ուղիղ մեկնություն ունի։ Այն ինչ որ ասում է, ուրեմն ասում է։ Համաձայն եք ինձ հետ։ Ամեն։ Այո, ջանք։ Մենք լսում ենք քարոզներ, մենք լսում ենք հորդորներ, կարդում ենք Սուրբ Գիրքը եւ ջանք չենք անում, ջանք չենք գործադրում, որ կատարենք այն ինչ որ լսեցինք, այն ինչ որ կարդացինք։ Ջանալ նշանակում է չհետաձգել, ես սահմանումներ եմ տալիս։ Ջանալ նշանակում է չհետաձգել, ջանք անել նշանակում է չհապաղել, ջանք անել նշանակում է չասել այսօր չեմ կարող, բայց մի օր ես անպայման կանեմ, սա չի նշանակում, եթե այսօր չանես, ուրեմն շատ քիչ է հավանական, որ երբևէ կանես։ Ջանալ նշանակում է նվիրվել, հետևողական լինել, ներդրվել, երբ մենք ջանք ենք գործադրում, որ ապրենք, Աստծո խոսքը այդ ժամանակ համապատասխան միջամտություն է անում մեր կյանքին, որովհետև գրված է Աստված հոգնածին է ուժ տալիս։ Այստեղ էլ մենք այդ հոգնած բառը մտածում ենք մեր մեջ արևելա հայերեն մտածողությամբ, հոգնած նշանակում է այ հոգնած, այդ չի։ Այդ չի։ Մարդը, որ վաստակել է, աշխատանք է արել, արդյունավետ գործ է արել եւ հոգնել է, Աստված այդ մարդուն ուժ է տալիս։ Ամեն։ Մենք դեռ չհոգնած ասում ենք, Տեր, մեզ զորություն տուր, որ գնանք։ Տերն ասում է, երբ գնացիր, որ չտվեցի։ Ամեն։ Այո։ Աստված օգնում է մեզ եւ քաջալերում է իր հոգով եւ իր խոսքով։ Աստված ուզում է, որ մենք շատ լուրջ վերաբերվենք այն բաներին, ինչին որ հավատում ենք։ Շատ հաճախ մենք հանդիպում ենք իրավիճակների մեր հոգևոր ընթացքներում, երբ մեր մարմինը մեր ընկերը չի լինում։ Մարմինը մեր դեմ է գործում։ Հանցավոր համաձայնությամբ մեր բոլոր իրավիճակները շատ հաճախ մեր հոգևոր ընթացքին դեմ են գործում։ Պողոսն էլ ասում, բարին կամենալը կա մոտս, բայց ի գործնելը չեմ կարողանում։ Սա պայքար է, այո, և Պողոսն ասում է, դրա համար ջանք է պետք։ Սովորական ընթացքով դուք չեք կարող։ Առավել ևս ջանք, այս արտահայտությունն է, առավել ևս ջանք անհրաժեշտ։ Նայեք տեսեք ինչ է ասում Պողոսը իր մասին, առաջի Կորինթացիս 9:27-ում, այլ իմ մարմինը ճնշում եմ և հնազանդեցնում, որ չլինի թե ուրիշներին քարոզելով ինքս անպիտան գտնվեմ։ Սա Պողոսն է, շնորհքի մեծագույն քարոզիչը։ Շնորհքը ինչ կապ ունի մարմինը ճնշելու հետ։ Նա իր տեղն ունի, սա իր տեղն ունի։ Շնորհքով փրկվում ենք, բայց որպեսզի հասնենք կատարելության, հոգևոր հասակի, մեզ ջանք է պետք, որ այդ Աստծո տվածի վրա ավելանա, Աստված հավատք է տալիս, բայց ասում այդ հավատքի վրա դուք ավելացրեք, դուք ավելացրեք։ Շատ քրիստոնյաներ կարծում են, ահա, մի օր եկանք հավատքի, մեզ ասեցին, որ եթե Հիսուսի անունը դավատնեք, դուք փրկվեցիք, մենք այդ անում ենք, առավել ևս գալիս ենք այստեղ, մեզ համար ջերմեռանդ աղոթք են անում, ասում են, դե փրկված ես, գնա։ Կարծում են, թե, չգիտեմ, մարզասրահի աբոնեմենտ են առել, կամ էլ, չգիտեմ, ֆուտբոլի ամբողջ սեզոնի աբոնեմենտ, բոլոր սեզոնի ընթացքում, բոլոր խաղերին կարող են ներկա գնալ։ Այդպիսի բան չկա։
Անկամ մանանան, որ Աստված տալիս էր, ասում էր ամեն մեկը ինքը գնա հավաքի եւ մեկ օրվա համար հավաքի, եթե երկու օրվա համար հավաքեցիր ворտնոտելու է։ Ամեն օր թարմ հաց, ամեն օր կենթանի հաղորդակցություն։ Նրանցում, որ ես սիրում եմ, ուզում եմ, որ միշտ լինեն ինձ հետ հաղորդակցության մեջ, սիրելի մամաներ, սիրելի պապաներ, սիրելի պապիկ տատիկներ, ձեր թորնիկների, ձեր երեխաների հետ, մանավանդ որ ձեր կողքին են ու դուք սիրում եք, շաբաթը մի անգամ եք հաղորդակցում։ Այտենց հա։ Ես այդ կարծիքին չեմ։ Ինչևէ, ջանքի մեջ մտնում են նաև կարգապահությունը, ասում էր ամեն ջանք արեք, եղեք կարգապահ։ Ջանք անել նշանակում է լինել կարգապահ։ Մարզիկների կյանքը շատ է նման հոգևոր մարդկանց հոգևոր կյանքին։ Առանց շատ լուրջ ջանքի ոչ մի լուրջ հաջողություն չեք կարող հասնել։ Պիտի մարզվես, երբ չես ցանկանում, սա նշանակում է ջանք ես անում։ Պիտի աշխատես, երբ ցանկանում, սա նշանակում է որ ջանք ես անում։ Եթե անգամ չես ուզում ժամանակին կանգ առնել, պիտի կանգ առնես, պիտի ջանք անես։ Այո, ջանք ավելացրեք, ջանքով ավելացրեք ձեր հավատի վրա, սա, բայց ես արդեն ասեցի, որ ես այսօր խոսելու եմ համբերության մասին, այնուհետև առաքյալը խոսում է համբերությունն ավելացնելու անհրաժեշտության մասին, ավելացնել բառի վրա մենք ուշադրություն չենք դարձրել երբեք, ջանք եւ ավելացնել բառը այստեղ մենք գրեթե չենք քննարկում։ Ավելացրեք սա, ինչ է նշանակում ավելացրեք։ Պիտի ինչ որ բանի վրա, ինչ որ բան տնես, պիտի կառուցվող շենքի վրա մի աղյուս տնես, ինչ որ մի բան, քո հոգևոր, ես հոգևոր շենքի մասին եմ խոսում, ես հոգևոր կառույցի մասին եմ խոսում։ Մեր երեխաները մի օրում չեն հասունանում, որքան ջանք է պետք, որ մինչև նա մեծանա, անգամ իրաց մեծանալու ընթացքն էլ չենք հասկանում, երբ մեծացավ, հետո տեսնում ենք դարձավ մի տարեկան արդեն, բայց մեկ ամիս մեկ օրականա, թե մեկ ամիս երկու օրական, այդ տարբերությունը դուք նկատել եք, դուք չեք նկատում, բայց դա այդ մեկ օրվա ընթացքում նա աճում է, մեր աճը մի օրում ոչ ոք չի կարող նկատել, բայց եթե դու անընդհատ կապի մեջ ես, եւ անընդհատ Աստծո խոսքը սնում է քեզ, դու ամեն օր աճում ես։ Այո, համբերություն նշանակում է շարունակել, երբ էլ չես ուզում շարունակել, համառորեն սпасել խոստումի իրականացմանը, երբ այլևս անհնար է սпасել։ Այնտեղ որտեղ մեզ թվում է թե ել չենք կարողանում, իմանանք որ կարող ենք շարունակել։ Մեզ զորացնող Քրիստոսով։ Այստեղ էլ ես ուզում եմ մի փոքր կանգ առնեմ, մի փոքր։ Մենք ասում ենք, ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, իսկ դու քեզ զորացնող Քրիստոսով կարող ես տառապանքների մեջ համբերել։ Կարող ես։ Այ հենց քիչ առաջ Սամվել եղբայրն էր այդ մասին ասում։ Կարող ես։ Այ հենց սրա մասին, ես հենց սրա մասին եմ խոսում։ Ուրեմն, ես խոսեմ նախ սահմանումը ներկայացնեմ, թե ինչ է համբերությունը, ընդհանրապես եւս Աստվածաշնչի։ Համբերությունը դիմացկանություն է, կամքի ուժ է, տոկունություն է, համառություն, ընդունակություն է, ձգտում է պահպանել էմոցիոնալ, ներքին հանգստությունը եւ ինքնատիրապետում է կյանքի բոլոր բարդ, ստրեսային իրավիճակներում։ Որովհետև երբ որ ամեն ինչ կարգին է, ինքնատիրապետման խնդիր չկա, գոյություն չունի։ Այ գայթակղության դեմ, երբ որ ամեն ինչ հայտնի է, հանգիստ է, այ դու գայթակղությունից պետք է զգուշ լինես։ Բայց երբ որ հանգիստ չի, ստրեսային է, վտանգավոր բաներ են, արդեն քեզ ուրեմն մեծ ուշադրություն է պետք դրա համար։ Ուրեմն դա համբերությունը пассив սպասում չի, այլ ակտիվ, հմուտ կարողություն է ինքնատիրապետման, ինչ օգնում է հաղթահարել դժվարություններ, նպատակասլաց շարժվել նպատակի ուղղությամբ։
Ես սրանք բառարանային տեղեկություններ եմ տալիս, որ կարող է ձանձրացնել։ Համբերության հիմնական դրսևորումներն են դիմացկանությունը, տոկունությունը, ցավի, հալածանքի, դժվարությունների, դժբախտությունների, հիվանդությունների մեջ, երբ մենք անցանկալի իրավիճակների մեջ ենք։ Կարծես մեր ամեն իրավիճակները դավադրաբար միավորվել են մեր դեմ, հենց այդ ժամանակ։ Բայց պետք է իմանանք նաև, որ Սուրբ Գիրքն ասում է, որ երկայնամտությունը կամ համբերությունը Սուրբ Հոգու պտուղ է։ Գաղատացիս 5:22, բայց հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն կամ համբերություն։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5:14, աղաչում ենք ձեզ եղբայրներ, խրատեք անկարգներին, քաջալերեք թուլասիրտներին, օգնեք տկարներին, համբերատար եղեք բոլորի հանդեպ։ Բոլորի հանդեպ, բոլոր իրավիճակներում համբերող եղեք, համբերատար եղեք։ Եվ ավելի շատ զգուշացեք ձեր մոտիկներից, որովհետև ամենից շատ ձեզ խոցելու են ձեր մոտիկները։ Համբերատար եղեք։ Ամեն։ Դուք նրան կարող է 5 տարի մեկ կտեսնեք, անգամ ձեր թշնամուն կարող է ընդհանրապես չտեսնեք, կարող է 10 տարին մեկ տեսնեք։ Բայց ձեր բարեկամին ամեն օր տեսնում եք, եւ նրանք ամեն օր առիթ ունեն ձեզ խոցելու, դուք էլ իրենց։ Եվ մի պատմությունով վերջացնեմ, անցնեմ պատգամից երևույթ։ 1983 թվականին ավստրալիական ուլտրամարաթոնը քայլարշավ էր Սիդնեից մինչև Մելբուրն 875 կիլոմետր երկարությամբ։ Հասկանում եք ինչ է ուլտրամարաթոնը։ Այս տարածքը պիտի անցնեին քայլելով, վազելով, քնելով, ոնց ուզում էին հասնեին։ Առաջինով պիտի հասներ այս ֆինիշին, վերջնագծին։ Հայտ է ներկայացնում մեկը շատ տարօրինակ հագնվածքով 62-ամյա մասնակից, 62-ամյա, որ մասնակցի այդ ուլտրամարաթոնին։ Բոլոր մասնակիցները մարզված էին, մարզիկներ էին, մարզական կառուցվածք ունեին, հայտնի բրենդների մարզահագուստներ էին հագել, սպորտային հարմար կոշիկներ։ Այս անսովոր մասնակիցը Կլիֆ Յանգ անունով ֆերմեր էր, անասնապահ, հագնված էր ֆերմերի նման, լայն ազատ վերնաշապիկով եւ քայլելու համար հարմար կոմբինեզոնով եւ կոշիկներով։ Կազմակերպիչները մտածում էին կատակ է, բայց Կլիֆը վճռական էր, ստացավ համարը, կպցրեցին, անուն ազգանուն արձանագրեցին։ Ոմանք ուզում էին հասկանալ, թե ինչ է այս ամենը նշանակում, ոմանք ծաղրում էին նրան եւ ծիծաղում։ Վերջապես լսվեց մեկնարկն ազդարարող կրակոցը եւ բոլորն սկսեցին վազել կամ քայլել։ Ամբողջը ծիծաղում էր, զվարճալի էր թվում։ Բայց 5 օր, 14 ժամ եւ 4 րոպե հետո էլ ոչ ոք չէր ծիծաղում, որովհետեւ Կլիֆ Յանգը հասավ վերջնագծին մոտ 10 ժամ շուտ։ 10 ժամ շուտ, քան երկրորդ տեղը զբաղեցնող մարզիկը։ Հիմա կասեք, սա ինչ անեկդոտ է։ Եթե անեկդոտ է, ես կարդացել եմ, այդ անեկդոտը գրողից հարցրեք, բայց լուրջ մարդու մոտ եմ ես սա հանդիպել, շատ լուրջ։ Վերջապես նրա շուրջը հավաքվեցին լրագրողները, սենսացիա էր։ Ուզում էին հասկանալ, թե խարդախություն կա, ինչ կա, ինչպես դա կարող էր պատահել, բայց ամբողջ ճանապարհին վերահսկել էին, այնպես որ անհնար էր մեկը խարդախություն անել։ Ուրեմն ուզում էին հասկանալ, թե ինչպես դա կարող էր պատահել։ Հայտնի մարզիկները 10 ժամ հետո պիտի հասնեն եզրագից։ Հետո նրանք պիտի տեղեկանային այս ֆերմերի մասին երկու բան։ Առաջինը նա հովիվ էր եւ այնքան աղքատ, որ անգամ ձի չուներ եւ այդ պատճառով ոտքով էր քայլում ցերեկ ու գիշեր։ Ձի չուներ։ Եթե պատկերացում ունենանք Ավստրալիայի այդ անծայրադիր տարածքի մասին եւ այնտեղ հոտելի արածացնելու մասին, մեր մոտի դաշտերը չէին։
անց այրածիր, առանց ձիու հնարավոր չի, բայց այս մարդը ձիու դերել էր կատարում, ոչ միայն հովվի։ Վերջապես, եւ երկրորդը, նրանք տեղեկացան, որ այս մարդն անգամ չի իմացել կարգը, որ վազորդները գիշերը կանգ են առել, որ գոնե կարճ ժամանակով քնեն։ Այդ պատճառով նա ամբողջ տարածությունը վազել է առանց քնելու։ Ահա թե ինչ է դիմացկանությունը եւ մնացած են բառերը, որ ես օգտագործեցի սրանից ավել։ Տոկունություն, դիմացկանություն, համբերություն։ Ոնց է ձեր հավատքը, ձեր ընթացքը, քնում եք թե չեք քնում։ Այո, հիմա ինչ որ մեկը հարցնի, Ռուբիկ եղբայր, իսկ ինչ կապ ունի։ Դուք չեք զգում, որ կապ կա ամեն դեպքում։ Պողոս առաքյալն ասում էր, բոլորը վազում են նույն ասպարեզի մեջ։ Այդ ինչ կապ ունի ասպարեզը մեր հոգևոր ընթացքի հետ, կապ ունի, ուղիղ։ Մրցանակի մասին էր խոսում։ Պողոսի խոսացած մրցանակ, ասում էր, ապականելի մրցանակ են նրանք ձգտում, բայց մենք անապականելի։ Ահա տարբերությունը միայն։ Լինել քրիստոնյա, այո, լինել քրիստոնյա առավել ևս ծառայող եկեղեցում անհնար է չհանդիպել դժվարությունների։ Ոմանք լինում են ծույլ եւ անբան, ոմանք կամք են դրսևորում, դիմանում են եւ շարունակում են, ոմանք էլ թողում են ասպարեզ ու հեռանում են։ Դուք ճանաչում եք այդպիսի մեկին, հանկարծ Աստված չանի որ ճանաչես ու տեսնես սլակը հենց քո ուղղությամբ եղավ։ Երբ ինչ ես թողել։ Ինչ կարող ես անել ու չես արել։ Եվ ինչ կարող ես անել ու չես անում։ Եվ ինչ ես մտածում, ինչ պատասխան ես տալու նրան։ Ինձ հետ եք։ Ռուբիկ եղբայր, այսօր ոնց որ լավ չես քարոզում։ Ես էլ եմ զգում, որ լավ չեմ քարոզում։ Փառք Տիրոջը։ Ամեն։ Եկեղեցին դպրոց է։ Մենք բոլորս սովորում ենք։ Պողոս առաքյալը առաջի Կորինթացիս 9:24-27 համարում գրում է. չգիտեք, որ մրցասպարեզի մեջ բոլորն են վազում, բայց մեկն է մրցանակը ստանում։ Այնպես վազեք, որ դուք ստանաք, եւ ով որ մրցում է ամեն բանում ժուշկալ է լինում։ Նրանք իհարկե մրցում են մի ապականելի պսակ, որ մի ապականելի պսակ ստանան, իսկ մենք անապական։ Ուստի ես վազում եմ ոչ թե աննպատակ, մարդ ընչում եմ ոչ թե օդին հարվածելով, այլ իմ մարմինը ճնշում եմ եւ հնազանդեցնում, որ չլինի թե ուրիշներին քարոզելով ինքս անպիտան լինեմ։ Ամեն։ Սա արդեն մենակ ինձ է վերաբերվում։ Չէ, ոմանց էլ է վերաբերվում, բայց ինձ հաստատ։ Ամեն։ Որովհետև շատ եմ խոսում, շատ եմ այստեղ կանգնում, չգիտես թե ինչու։ Ուրեմն ասում էր ջանալ, ձգտել, համբերել։ Եվ Փիլիպեցիս 3:12 խոսքում եւ մինչեւ 14-րդ խոսքը կարդում ենք. ոչ թե ես արդեն ստացել եմ կամ արդեն հասել եմ, այլ ձգտում եմ, թերևս հասնեմ։ Եղբայրներ, ես չեմ համարում, որ ինքս հասած եմ, բայց մի բան կա, որ հետևի եղած բաները մոռանալով դեպի առջևում եղածն եմ ձգտում։ 14-ը ձգտում եմ դեպի նպատակը Աստծո վերին կոչումի մրցանակը։ Ես գիտեմ, որ երկրի վրա բոլորս նպատակներ ունենք, մեկն ուզում է լավ սովորի, համալսարան ընդունի, ավարտվի, լավ աշխատի, մեկն ուզում է տուն ունենա, տուն չունի, մեկն ուզում է ամուսնանա, երեխա ունենա։ Սրանք բոլորը լավ նպատակներ են եւ լավ եք անում, որ ձգտում եք հասնեք։ Բայց որևէ մի նպատակ երկրի վրա չի կարող համեմատվել այն վերին կոչումի մրցանակը ստանալու նպատակի հետ։ Դու կարող ես համեմատել, քո որ ձգտումն է ավելի կարևոր, քո որ ուղղության վրա ես ավելի մեծ ներդնում անում, քո ժամանակը ինչի վրա ես ավելի շատ ծախսում, եւ սրանով դու կարող ես իմանալ, դու ձգտում ես վերին կոչումի մրցանակին, թե ուրիշ բանի ես ձգտում։
Աստված մեզ իմաստություն տա, իմ սիրելի քույրեր, սիրելի եղբայրներ։ Պետրոսը մեզ հորդորում է, որ մեր հավատի վրա ավելացնենք համբերություն, այսինքն դիմացկանություն, համառություն։ Համբերությունն այն է, որ մարդն ամբողջ ուժով պայքարում է, չհանձնվել, այլ դիմանալ, դուրս գալ իրավիճակից, չմնալ իրավիճակի մեջ։ Համբերություն չի նշանակում մի քիչ համբերել, այլ անցնել ամբողջ փորձությունը, դժվարությունը, նեղությունը, հալածանքը, տոկալով, համառությամբ, մինչև ավարտ, մինչև վերջ, ով որ մինչև վերջ համբերի, նա կապրի, ասեք ամեն։ Եկեղեցին նրա համար է, որ հովվից սկսած բոլորը սովորեն համբերել մինչև վերջ։ Այո, ճիշտ էր ասում իմ եղբայրը, որ ասում էր, հա, մինչև հիմա շոշափելի արդյունք չես տվել, գնալով տալուց գրպանը դեռ չի լցվել, եթե տալիս ես գրպանը լցվելու համար պահի քեզ։ Մենք, չգիտեմ, ողորմություն չենք հավաքում, մենք զոհաբերություն ենք անում։ Սա մեր պաշտամունքն է։ Ես սպասումով եմ գալիս իմ բաժինը, ամեն կիրակի օրվա իմ բաժինը, իմ նվերը ձեռքս, որ տամ Տիրոջը, իմ կարողության չափով։ Աստված կարողությունից ավելի չի պահանջում։ Կարող է ես քեզանից 10 անգամ, 20 անգամ ավելի շատ տամ, բայց քո տվածն ավելի արժեքավոր լինի, որովհետև դու քո քչից տվել ես 10% կամ 20% կամ 50%, ես իմ շատից տվել եմ 10 անգամ քեզանից շատ, բայց 1%-ը։ Ինչ ես դնում, ինչ ես նվիրում, քո նվիրածը, քո դրածը, ժամանակը, հնարավորությունը, դրամը, ինչ արժի քեզ համար։ Միգուցե այդ քո ամբողջ կարողությունը ընդհանրապես որևէ մեծ արժեք չի, բայց քեզ համար ինչ արժի։ Ուրեմն Պետրոսը մեզ հորդորում է, որ մեր հավատի վրա ավելացնենք համբերություն։ Անցնել ամբողջ ճանապարհը մինչև վերջ, մինչև ավարտ։ Եվ Հիսուսն այս առիթով մի առակ պատմեց, Ղուկաս 8:15։ Իսկ բարի հողում ցանածները նրանք են, որ բարի եւ հոժար սրտով խոսքը լսում են եւ ընդունում եւ հարատևելով պտուղ են տալիս։ Հարատևելով պտուղ են տալիս։ 4 տեսակ հողի մասին այստեղ խոսքը։ Սա համեմատություն է մեր սրտերի հետ, մեր սրտերն են տարբեր տեսակ։ Նույն խոսքը լսում ենք, ամեն մեկը յուրովի ընդունում կամ չի ընդունում, արձագանքում կամ մերժում։ Ուրեմն մեր սրտերը բարի, այն սրտերը, որոնք բարի հողի հետ է համեմատում, աճում են եւ տալիս են ինչ? Համբերության պտուղ։ Համբերության պտուղ։ Ինչ է դա։ Հիսուսն էր ասում համբերության պտուղ, համբերությունը պտուղ ունի։ Համբերությունը պտուղ ունի։ Բայց պիտի համբերես մինչև վերջ։ Դու եթե գարնանը կամ սերմ ես ցանել, կամ ծառ ես աճացնում, գարնանը բերքը չի լինելու, պիտի համբերես մինչև վերջ։ Եթե անգամ գարնանը լավ ծաղկել է, դա չի նշանակում, որ այս տարի առատ բերք ես ունենալու, բոլորովին չի նշանակում։ Դու ամբողջ տարի պետք է մշակես, իսկ ես մեր վարակված դարում նաև համապատասխան քիմիկատներ եւ այլ, որպեսզի բերք ստանաս։ Շատ քրիստոնյաներ մտածում են ինքնահոսակ։ Աբոնեմենտը գրպանում սա, վերջ։ Սխալվում ենք, այդպիսի բան չկա։ Քրիստոնեական կյանքը ամենօրյա հաղորդակցություն է Աստծո հետ։ Ամենօրյա, ոչ թե միօրյա, ամիսը մեկ անգամ։ Այո, ես նորից ասեմ, մարդիկ մտածում են, որ երբ դառնում են հավատացյալ, իրենց խնդիրները բոլորն անցնում են։ Ուզում եմ ասել, որ դրանք ոչ միտեղ էլ չեն անցնում։ Մենք համառությամբ, դիմացկանությամբ պիտի դիմակայենք դրանց։ Դառնում ենք հավատացյալ, ամառը չի զովանում, ձմեռը չի տաքանում, ծերանալը չի դադարում, վերջում էլ բոլորը պիտի մեռնեն, բայց է արդարը, համ հավատացյալները մեռնեն, համ անհավատները, բայց է արդարը,
Այո, արդարը եւ արդար Աստվածը այսպես հաստատել։ Եթե դու գալիս ես եկեղեցի, ինչպես երբեմն աղոթքներ կա, երբեմն խոսքեր կա, որ մենք պետք է հասկանանք։ Աղոթում էր ու ասում էր. Տեր, ուզում ենք, որ մեր հայացքը քո ձեռքերից փոխվի դեպի քո դեմքը։ Դու եկել ես Տիրոջ ձեռքին նայելու, թե եկել ես Տիրոջ երեսի լույսով լուսավորվելու։ Սա է շատ կարևոր։ Մոտիվը ինչն է բերել ինձ այստեղ։ Հա, մենք կարող ենք շատ բազում օրինակներ բերել։ Մարդը ուղղակի լուրջ հիվանդ է եղել, շատ լուրջ հիվանդ։ Եկել է եկեղեցի։ Ինչ որ մեկն էլ ասել է, արի կբժշկվես, մտածելով որ կբժշկվի, հետո կապաշխարի։ Բայց երբ որ բժշկվում է, հետո մտածում է, դե պետքա բժշկվի, էլի չգայել միևնույնն է պետքա բժշկվի։ Գնացի։ Հասկանում ես։ Հիվանդել լինեմ, ես Տիրոջ կարիքն ունեմ։ Առողջ լինեմ, ես Տիրոջ կարիքն ունեմ։ Հարուստ ժամանակ ես Տիրոջ կարիքն ունեմ։ Աղքատ ժամանակ ես Տիրոջ կարիքն ունեմ, իսկ ամենամեծ կարիքը ես ունենալու եմ մեռնելու ժամանակ։ Տերը իմ կարիքն է։ Առանց նրա ես ոչինչ չեմ ուզում։ Դրա համար էր Մովսեսն աղոթում, ուզում եմ տեսնել քո փառքը, Տիրոջ փառքը, նրա երեսն է, նրա ներկայությունն է, ես ուզում եմ, ախար Մովսես, մարդ չի կարող ինձ տեսնի ու կենթանի մնա, ես ուզում եմ թեկուզ մեռնելու քնով քեզ տեսնեմ, լավ, այդ դեպքում քանի որ փափագդ շատ է մեծ, միևնույն է, ամբողջությամբ չես կարող, արի ես քեզ դնեմ մի խոռոչի մեջ, ձեռքս էլ դնեմ, որ չտեսնես ինձ, ուղղակի ես անցնելուց իմ հետագիծը փառքը կտեսնես։ Ով ուզեց Աստծուն այսպես տեսնի, ու Աստված իրան չհայտնվեց։ Կա մեկը։ Տեր, ուզում եմ քեզ տեսնեմ։ Աստվածաշնչի մեծագույն տառապյալը, որ ապրել էր արդար ու բարեպաշտ կյանք, մի օր զրկվեց ամեն ինչից։ Ինքն էլ բորոտությամբ հիվանդացավ, վերցրեց մի խեցի ու քերում էր, որ մեղմացներ բորոտության ցավերը։ Եկան նրա ընկերները, որ քննարկեն այս ամենի պատճառը, արդյունքում ավելի խճճվեցին պարզելու համար, թե որն է պատճառը։ Վերջապես փոթորիկով Աստված հայտնվեց և միջամտեց։ Եվ Հոբը դրանից հետո ասաց. գիտեմ, որ ամեն բան կարող ես, քո դիտավորությունը ոչ մի կերպ չի արգելվի։ Ով է սա, այսինքն, ես ով էի, որ տգիտությամբ խորուրդ նսեմացնեի, որովհետև դիտողություն էր անում, չէ, Տեր, բոլոր փաստարկներս հավաքել եմ, կբերեմ, մինչև քո գահը կգամ, կդնեմ քո սեղանին, կասեմ ինչու՞մ ես ինձ մեղադրում, ես արդար եմ, ինչ միամտություն։ Աստված իրան մեղավոր լինելու համար չէր պատժել, այլ որպես օրինակ դարձնել։ Իմ ծառա Հոբին տեսար, որ նրա նմանը չկա, արդար, կատարյալ, աստվածապաշտ։ Բա ում այդքան օրհնես, բան չի անել, մի հատ կպի իր հարստությանը։ Ասա հոգուն չկպնես, մնացած ամեն ինչին կպի։ Մի օրվա մեջ տեղի ունեցավ այն, որ կարծում եմ աշխարհում որևէ մեկի հետ այդպիսի բան չի տեղի ունեցել։ Եվ ինքը ուզում էր հասկանալ։ Աստծուն մոտենալուց հավատացեք, որ նա բարի է, արդար, ողորմած եւ վերջ։ Եթե իրավունք պահանջեցիք Աստծուց, իրավունքը ձեր օգտին չի լինելու, որովհետև մարդկային արդարությունը շատ փիս բան է։ Ամեն։ Դուք ուզենաց, որ Աստված քո սրտի համեմատ քեզ տա։ Երբեմն ասում ենք, թող Աստված ամեն մեկիս մեր վայ, այդպիսի անետք չվերցնեք ձեր վրա։ Եթե ձեր սրտի համեմատ Աստված ձեզ տա, դուք հաստատ կորած եք։ Առաջինը ես։ Տիրոջը վստահեք,
Աստված բարի է, նրա ողորմությունները հավիտյանը, նրա ճշմարտությունները կամ օրենքը ազգից մինչև ազգ։ Հալելույա։ Եվ ասում էր, գիտեմ, որ դու ամեն բան կարող ես եւ քո դիտավորությունները որևէ կերպ չի արգելվի։ Ով է ես, որ տգիտությամբ խորհուրդն էի նսեմացնում, արդարև խոսել եմ, բայց չեմ հասկացել, ինձ համար սկանչելի բաները չգիտեի։ Սկանչելի բաներ իմանալու համար մինչև վերջ համբերել է պետք, մինչև վերջ դիմանալ է պետք։ Ռուբիկ եղբայր, լավ բաների մասին ես հավատացնում եմ իմ իմացած լավագույն բաների մասին եմ ձեզ հետ կիսվում։ Իմ չափանիշները, իմ պատկերացումները, իմ ձգտումները, իմ մղումները, իմ շարժառիթները, դրդապատճառները ես հայտնում եմ իմ խոսքերի, իմ քարոզների միջոցով։ Եվ գիտեք ինչ, ես ուզում եմ ասել հետևյալը, որ մեր ամեն դժվարությունների, ամեն նեղությունների, ամեն անցնելիք ճանապարհների մեջ Աստված բավական է մեզ։ Աստված բավական է։ Աստված բավական է։ Եթե ես կրկնեմ հավերժ չեմ հոգնի։ Աստված բավական է։ Միայն Աստված։ Ոչ թե Աստված եւ փողը, ոչ թե Աստված եւ քեռին, ոչ թե Աստված ու բժիշկը։ Աստված բավական է։ Ամեն մեկը թող իր բարձրության վրա մնա։ Քեռին թող իր բարձրության վրա մնա, բժիշկը իր բարձրության վրա մնա, փողը իր տեղը մնա։ Աստված բավական է քեզ։ Աստծո շնորհքը հերիք է քեզ, ինձ եւ բոլորիս։ Ամեն։ Թե Սուրբ Գիրքն ուրիշ բան է սովորացնում մեզ։ Համբերություն է պետք, ժողովուրդ։ Ես չգիտեմ ով ինչով է անցնում, բայց եթե ես պատգամը այստեղ հնչում է, դատարկ պատգամ Աստված թույլ չի տա, որ այստեղ հնչի։ Որովհետև միշտ չի, որ ես այստեղ քարոզում եմ, մյուսը մի ավելի լավ բան է խոսում, մյուսը մի ուրիշ ավելի լավ բան։ Ես էլ ինչ-որ մի բան։ Դու կարիք ունեիր լսելու սրա մասին։ Մի ընկճվի։ Քաջացի համարձակ գնա ճանապարհդ։ Աստված գիտի ինչի միջով ես անցնում։ Գիտի Աստված։ Եվ դու իմացի մի բան, հերիքը Աստված քեզ։ Տեր, դու ես իմ կարիքը։ Դու ես իմ կարիքը։ Եվ վերջ։ Հա, որ Աստված կարա, թե ես մեռնում եմ։ Եթե մեռնելու ես, հաստատ կմեռնես, մի անհանգստացի։ Բայց եթե մեռնում ես, Տիրոջմով մեռի։ Որովհետև գրված է, երանելի են նրանք, որ Տիրոջմով են ննջում։ Ամեն։ Այո, որորն էլ ես մեռնեմ, դա Տիրոջմով երանությունը, երանելի են։ Հավատում ես քո ասածին, բայց կանգնած Աստծո առաջ կեղծավորություն եմ անում, հավատում եմ, ամբողջությամբ հավատում եմ։ Գրված է երանելի են Տիրոջմով ննջողները։ Ապրեք Աստծո հետ, որ կա ժամանակն էլ, Տիրոջմով ննջեք, թող ամեն ինչ իր ժամանակին լինի, բայց այդ ժամանակ որոշողն էլ Աստված է ախար, մենք չենք, այսքան տարի, այս մեկս են ջահել էր, այս մեկը ապրեց, դուք եք որոշում, թե ով շքան պիտի ապրի, ապրեք Տիրոջ ամեն տված օրը ուրախությունով, տեսեք ինչ ասում Հակոբոսը 1:3-4-ում իմանալով որ ձեր հավատի փորձվելը համբերություն է առաջ բերում իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա որ կատարյալ լինեք եւ ամբողջական եւ ոչ մի բանի պակասություն չունենաք այո կատարյալ համբերությունը մեզ սովորեցնում է որ դու ոչ մի բանի կարիք չունես Աստված կյանքի ու Աստված պաշտության համար ամեն բան արդեն տվել է ամեն 5-րդ գլխի 10-11 Հակոբոսի կարդում ենք եղբայրներ չարչարանքի եւ երկայնության օրինակ վերցրեք մարգարեներից հո մենք ո՞ր մարգարեից ենք չարչարանքի օրինակ վերցնում մարգարեներից վերցնում ենք
Երկնքից կրակ իջացրեցին, անտառից արջեր կանչեցին։ Հələ տես բա ուրա։ Հե, վարդապետ ինչ ես ասում, երկնքից կրակ չիջացնենք, ինչպես Եղիան իջացրեց։ Ինչ հոգու տերեք։ Ինչ հոգու եք։ Բայց ինչ է սովորեցնում Հակոբոսը։ Դրանք մի օրինակ վերցրեք։ Մարգարեներից համբերության օրինակը վերցրեք։ Այո։ Թե ոնց էր Աքաբի եւ Հեզաբելի հետ վարվում եւ ինչպիսի տառապանքներ կրեց ու համբերեց Եղիան։ Այդ օրինակը, որ եթե թագուհին, որ ամբողջ իշխանությունը իր ձեռքն է հավաքել, ասում է իմ հոգին սրա սենց լինի, եթե այսօր իրան չսպանեմ, ուրեմն հաստատ դուք կմեռնեք։ Հասկանում եք։ Եվ ինքը պետք է դիմանար։ Եվ եթե այդ ժամանակ չդիմանար, երկնքից կրակը չէր իջնի եւ այդ զոհը չէր այրվի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ահա երանելի է համարում համբերողներին, Հոբի համբերության մասին լսել եք եւ գիտեք թե Տերը նրան ինչ վախճան տվեց, որովհետեւ Տերը բազմագութ է եւ ողորմած։ Ամեն, ամեն, ամեն։ Աստված Հոբին օրհնեց կրկնակի տալով ունեցածի կրկնակին, նրա համբերության, հավատարմության, համառության համար, նրան դարձնելով մարդկության պատմության համար համբերության օրինակ։ Սիրելի բարեկամներ, ես ուզում եմ ձեզ մի բան ասել, որ շատ է կարևոր։ Միայն դժվարության, հիվանդության, հալածանքի մեջ ենք սովորում, միայն հալածանքի եւ այս դժվարությունների մեջ ենք վարժվում համբերությանը։ Ամեն։ Երբ ձեզ մոտ ամեն բան լավ է, դուք մտածում եք, որ ձեր շնորհիվ է, ձեր խելքի, ուժի եւ այլը։ Բայց երբ անհույս վիճակում է, հասկանում եք, որ պիտի սպասեք Աստծուն։ Մանավանդ, որ բժիշկը դուրս է գալիս ուսերը վերև բարձրացնելով, ասում եմ, մեր ուժերից վեր է, կամ այս հիվանդությանը բուժում չկա։ Ամենաթեթև հիվանդության ժամանակ էլ հասկացեք, որ Աստված բավարար է, ամենածանրի ժամանակ էլ իմացեք, որ Աստված բավարար է։ Եվ վերջ, գլխացավի համար վստահում ենք, այլ այս ծանր հիվանդության ժամանակ չենք վստահում։ Ուրա մեր հավատքը։ Աստված ողորմություն անի։ Ամեն, ամեն։ Ես պիտի վերջացնեմ։ Մենք մեր ամեն վիճակների մեջ պիտի իմանանք մեկ բան, միայն մեկ բան, հերիք է Աստված, բավական է Աստված, միայն Աստված։ Մեր դժվարությունների մեջ համբերելով վստահում ենք եւ հասկանում, որ միայն Աստված հերիք է, հենց մեր դժվարությունների ժամանակ ենք դա հասկանում։ Ես չգիտեմ ինչու, իմ կյանքում, այսինքն ոչ թե չգիտեմ ինչու, այլ շատ երախտապարտ եմ Աստծուն, որ իմ կյանքում ես հանդիպել եմ մահացու մի քանի լուրջ հիվանդությունների, որից Աստված փրկել է։ Միգուցե այդ ժամանակ մինչև վերջ չեմ էլ հասկացել այն ամենի մասին, ինչ որ հիմա քարոզում եմ, որովհետև 27-28 տարի առաջ էր առաջինը, որ առնչվեցի։ Ասում եմ, երբ որ ընտանիքի անդամներին կանչում է բժիշկն ու ասում է գնացեք վատ բանի պատրաստվեք, ասում է գնացեք տները բանը պատրաստեք, ինչը, չգիտեմ, դագաղի փող, բան տենց էլի։ Բայց նորությունը գիտեք որն է, որ այն ժամանակ ես չմեռա։ Ամեն, ամեն, ամեն։ Պողոսը իր դժվարությունների մասին գրում է, սրա համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը եւ նա, որ նրան հեռացնի ինձանից։ Եվ նա ինձ ասաց. բավական է քեզ իմ շնորհը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում։ Սա սահմանում է, սա օրենք է։ Իմ զորությունը քո տկարության մեջ է կատարում։
ոչ թե իմ զորությունը գումարվում է քո զորությանը։ Չկա այդպիսի բան։ Երբ որ դու տկար ես, իմացի որ դու արդեն զորավոր ես։ Աստված կտա իր հնարավորությունը։ Իսկ եթե դու զորավոր ես, ուրեմն իմացի, դու տկար ես։ Դրա համար շարունակում եմ։ Ուստի ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որ Քրիստոսի զորությունը բնակվի իմ մեջ։ Ուստի տկարությունների, անհանգստությունների, վիշտերի, հալածանքների եւ նեղությունների համար հոժար եմ Քրիստոսի համար, որովհետեւ երբ տկար եմ, այն ժամանակ ես զորավոր եմ։ Զորավոր մարդիկ կան այստեղ։ Որովհետև տկար եմ։ Ամեն։ Այո, փառք Տիրոջը։ Դրա համար ուստի տկարությունների, անարգանքների, վշտերի, հալածանքների եւ նեղությունների համար հոժար եմ։ Հոժար եմ։ Իսկ դա նշանակում է հասուն քրիստոնեություն, ճանաչել Աստծուն։ Աստված քեզ հետ է, եթե դու իրան չես թողել։ Աստված քեզ հետ է եւ քեզ երբեք չի թողի մենակ։ Անհնար է մեկը Տիրոջ անունը կանչի ամբողջ սրտով եւ Տերը նրան չպատասխանի։ Անհնար է։ Ասա Աստված բարի է։ Ասա իմ Աստվածը բարի է։ Եվ երբ որ մարդը աճում է Աստվածաճանաչողության մեջ, այդ մարդը նախ եւ առաջ ճանաչում է իրեն։ Քանի դեռ Աստծուն չենք ճանաչել, մենք չենք կարող մեզ ճանաչել։ Եվ Աստծո խոսքը օգնում է մեզ, որ ճանաչենք